Նորմալ չի, որ մարդը կասկածներ ունենա, ըստ փորձագետների անցել է անձնական դաշտ մտնելու, մարդկանց տեսանկարը չգիտեմ, անելու, մտահոգություն են, որ Նիկոլ Փաշինյանը, քանի որ ԱԱԾ-ն եւ այլն կոնկրետ իրեն է ենթարկում, որ նույն քվեականների վերաբերյալ էլ բազմաթիվ մամուլում պարբերաբար գրել այդպիսի մտահոգություն չունեք, որ մի օր էլ ինչպես գործընկերս քիչ առաջ հարգելի գործընկերներ բաղնիքում, օրինակ ձեր կամ որևէ բաղնիքում կարող են տեսախցիկ հարգելի գործընկերներ չգիտեմ այդ ինչ համոզմունքով եք բոլորդ պնդում, որ դա չեք հարցնում, դուք պնդում եք եւ երբեմն ձեզ հետ խոսել չցանկանալու այդ ցանկությունը առաջանում է նրանից, որ ոչ թե դուք գալիս եք հարցեր տալու, այլ ձեր պնդումները անելու եւ վերնագրեր գրելու համար։ Այ երբեմն թեպետ ես երբեք բան չեմ արել, չեմ հրաժարվել լրագրողների հետ հանդիպումից, բայց երբեմն տհաճություն եմ զգում այդ երբ որ լրագրողը գալիս է կներեք 1000 անգամ այս բառի համար չանա տալու եւ ոչ թե հարց տալու եւ հարցը լսելու եւ հիմա ես հիմա ոչ մտահոգություն չունեմ որովհետեւ ոչ չունեմ դե լսեք հարց տվել եք հարցի պատասխանը լսեք ոչ չունեմ որովհետեւ իշխանությունը նման արտահոսքերի հետ կապ չունի եւ ես այդ օրինակը բերեցի որ նույնիսկ մեր իշխանության ժամանակ գաղտնալսվել են եւ հրապարակվել են մեր պաշտոնյաների վերաբերյալ ուրեմն նյութեր շնորհակալություն իշխանական լրատվամիջոցների հրապարակման Արությունյանի թե ձեզ համար ընդունելի չէ այդ գործելակերպը երբ որ անձնական կյանք են ներխուժում ինչու է իշխանամերձ լրատվամիջոցները հրապարակումներ անում այդ մասով ես իմ բոլոր դիտարկումները ներկայացրել եմ Նոր Մինասյանի ես չգիտեմ իմ տեղակալի հետ կապված ինչ լրատվամիջոցներ կան Վարչապետը անկախության հռչակագրի հետ կապված գնահատական է հնչեցրել, որ անկախության հռչակագրի բովանդակությունն այն մասին է, որ Հայաստան պետություն չի կարող լինել։ Կիսում եք այս գնահատականը, նաև անկախության հռչակագրի իրողերցներում կա այս մեկնաբանը։ Այո, կիսում եմ։ Կասեք հռչակագրի Այո, կիսում եմ։ Հովանավանքի շարունակական պատարակները հնարավոր է հիմք հանդիսանան Կտրիշ Ներսիսյանի վերանացյալ։ Ես չլսեցի ներողություն ասեք։ Հովանավանքի շարունակական պատարակները հնարավոր է հիմք հանդիսանան, որպեսզի Կտրիշ Ներսիսյանը վեհարանից հեռանա։ Հովանավանքի պատարակները այդ գործընթացի մի մաս են կազմում։ Ինչպես օրինակ Ես արդեն պատասխանեցի։ Որովհետև սահմանադրության չի կարող Ես կարծում եմ, որ անկախության հռչակագրում կան որոշակի խնդիրներ։ Իսկ ինչպես է լինելու այդ գործընթացը, քանի որ սահմանադրությունը այս հոգով խոսալու այս պրակտիկային վերջ տվեք։ Նիկոլ Փաշինյանը այսօր էլ իր էջում դրել էր, որ ամենայն հայոց կաթողիկոսը պետք է հեռանա։ Մենք գիտենք, որ իշխանությունը իրավունք չունի սահմանադրությամբ հեռացնելու։ Այսինքն ինչ ճանապարհ եք ընտրել ճնշումների միջոցով։ Վարչապետը շատ հստակ արտահայտվել է այս ամենի մասին եւ ասել է, որ ինքը որպես իշխանություն չի հանդես գալիս այս գործընթացում, այլ հավատավոր քրիստոնյա։ Այստեղից բխող բոլոր արդյունքներով։ Նախ խնդրեմ դուք ցանկացած մասսայական միջոցառման ընթացքում, որին մասնակցում է հանրությունը, ոստիկանությունն է անվտանգությունն ապահովում, որին մասնակցում է բարձրաստիճան պաշտոնյա, որը պետական հսկողության տակ է գտնվում, համապատասխան կառույցների կողմից իրենք են դա իրականացնում։ Պարզապես մենք Նիկոլ Փաշինյանը որ միտեղ է գնում, ես իմ հարցերը միանգամից կտել հնարավորություն չունենամ։ Նիկոլ Փաշինյանը Բայց ես 5 րոպեից գնալու եմ։ Նիկոլ Փաշինյանը որ միտեղ է գնում, մենք տեսնում ենք, որ 200 մետրը մեկ ոստիկանություն է կանգնած եւ տպավորություն է, որ եթե մի կես կիլոմետր այդ խաչմերուկը չլինի, արհեստական խաչմերուկ կստեղծեն, որ այդ ոստիկանները դա ձեր գնահատականն է,
ճանապարհներն ու անպատասխան Թույլ հարցս վերջացնեմ, ինչու է այդքան շատ ճանապարհներին ոստիկանություն կանգնում եւ արդյոք կառավարության վարչապետի ենթակայության գործող ՊՊՑ-ն Հովանավանքի Մայրաթորի կողմից կարգալույց հրճակված հոգեվորականի անվտանգությունն ապահովում է, թե չէ նրան ՊՊՑ ծառայողներ հսկում են, թե ոչ։ Առաջի հարցի հետ կապված թե որտեղ ինչքան ոստիկանություն կկանգնի եւ որ հատվածներում կլինի դա գնահատում են համապատասխան մարմինները ելնելով այն ինֆորմացիայից որ ունեն տվյալ հատվածում երկրորդի հետ կապված ես նման ինֆորմացիա չունեմ